Հանրապետական կուսակցությունը որոշել է հունիսի 7-ի ընտրություններին անմիջական չմասնակցել։ Ի դեպ, անմիջական չմասնակցել ձևակերպումը կուսակցությանն է։ Ինչպես գիտեք, 3 օր առաջ կուսակցության գործադիր մարմինը որոշում կայացրեց զերծ մնալ համապետական այս ընտրություններին մասնակցությունից։ Մենք չենք մասնակցում այս ընտրություններին, որպեսզի էլ ավելի չպարակտենք ընդդիմադիր դաշտը։ Ռադար Արմենիայի հետ զրույցում ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ասաց, եթե մի կողմ դնենք անմիջական բառը, ապա ընտրություններին չմասնակցելը խելամիտ որոշում է։ Որովհետև նախորդիվ բոլոր դեպքերում հեղափոխությունից հետո հանրապետական կուսակցությունը թասիբի ընկնելով մասնակցել է ընտրություններին եւ գիտեք, որ մի անգամ չի հաղթարել, անցողիկ շեմ, երկրորդ անգամ եւս չի հաղթարել, բայց բախտները բերել է եւ այլ իրենցից ավել ձայն հավաքող չի եղել եւ օրենքի պահանջով հանրապետական կուսակցության, այսինքն պատիվ ունեմ ֆրակցիան, որպես երրորդ ուժ, սահմանադրական որպես պահանջ, խորհրդանում տեղ է ունեցել։ Հասմիկ Հակոբյանը շեշտեց, ՀՀԿ-ում հասկանում են, որ երրորդ տեղը գրավելու հնարավորություն չունեն, հետևաբար ճիշտ որոշում են կայացրել։ Ոչ անմիջականը հասկանում ենք, որ ոչ իրենց դեմքով կամ իրենց որոշ դեմքեր կներառվեն այլ ֆրակցիաներում, այլ ցուցակներում ու դաշինքների եւ կուսակցությունների կամ իրենց ներուժով, եթե ունեն այդպիսին, կաջակցեն այլ ուժերի։ Սա է, բայց ընդդիմադիր դաշտում առհասարակ կանխատեսելի է, որ ինչ տարբերություն հիմա օրինակ այսօրվա գործող ընդդիմադիր ֆրակցիաներից օրինակ պատգամավորներ կան, որ այլ ցուցակներում են լինելու, այլ դաշինքների կազմում են լինելու, նույն պատիվ ունեմ նստած է պատգամավոր, ով Բարգավաճի հետ է գնալու, Հայաստան դաշինքի պատգամավորները եւս մեկը, չգիտեմ, Թաթոյանի հետ է, մյուսը Բարգավաճի հետ է, մյուսը Սամվել Կարապետյանի ուժի հետ է, հետեւաբար նույն բովանդակությունն է տարբեր, այսպես ասած, խմբերում ներառված։ Իսկ թե ինչու ՀՀԿ-ն չի համագործակցում Ռոբերտ Քոչարյանի հետ, պատգամավորը ասաց, որ նրանք երկուսն էլ Հայաստանի քաղաքացիների համար բացասական կերպարներ են, որոնց մերժել են եւ միավորումը որևէ դրական հանգուցալուծման չի կարող բերել։ Ռոբերտ Քոչարյանը չի հասկացել, բայց ենթադրում եմ, որ նրանք էլ կգնան այն ճանապարհով, որ կփոշիացնեն որոշակի տոկոս ցայներ, բայց հավակնում եմ, որովհետև հարցումները ցույց են տալիս, որ որոշակի մի քիչ ավել է նրանց ռեյտինգը, քան հանրապետական կուսակցությունը։ Բայց նրանց միավորումը առհասարակ չեմ պատկերացնում, որ կարող է դրական բանի բերել։ Մինչդեռ քաղաքագետ Արմեն Վարդանյանը կարծում է, ՀՀԿ-ն կայացած կուսակցություններից մեկն է եւ ընտրություններից հրաժարվելը նոնսենս է։ Տարածքային կառույցներ բավականին շատ խորհրդանի երրորդ ուժն էին, որոշակի ֆինանսական եւ մարդկային ռեսուրս ունեն եւ կարծում եմ ավելի ճիշտ կներ մասնակցել դրան, բայց մյուս կողմից էլ հավանաբար իրենք հասկանում են, որ շեմը հաղթարել է իրենց համար լուրջ խնդիր է եւ դրա համար չեն ուզում գնալ դրան։ Նա վստահեցրեց, որ կուսակցությունը հարցումներ է անցկացրել եւ հասկացել, որ այս անգամ իրենց համար դժվար է լինելու հաղթահարել 4%-ի արգելքը։ Սերժ Սարգսյանը հաստատապես երևում է, որ տարբեր կուսակցություններում ներդնում է իր մարդկանց, որոնց կփորձի անցկացնել խորհրդարան։ Տեսնում ենք, որ ուժեղ Հայաստան կուսակցությունում կան ՀԿ-ի ներկայացուցիչներ, նախկին ներկայացուցիչներ արդեն, այլ ուժերում եւս եւ իրենց ասած ոչ անմիջական մասնակցությունը այդպես են պատկերացնում։ Քաղաքագետը նշեց, որ այդ կուսակցությունը կորցրել է իր ընտրազանգվածին եւ ակնհայտ է, որ կարկառուն ՀՀԿ-ականները թեքվել են ուժեղ Հայաստանի կողմը։ Լիլիթ Աբրահամյան, Ալվարդ Բաղդասարյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։